Արդար է, որ նախարարների 7 միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրանում են ընդամենը 10,000 դրամով։ Պատգամավորը իմ թոշակառուի չափ փող տա, որ իմանա ինչ ձևի ապրի։ Բյուջեի փողը վերցնում են միլիոն, ով է տեսնում միլիոնով մարդ պրեմիա ստանա։ Սովետի վաղտը տենց բան եղել է։ Տարվա վերջին 13-րդ աշխատավարձ աշխատանքի չափին։ Հիմա ամսական միլիոնով պրեմիա է տար, ինչի հիմար։ Այդ իմը քո փողն է, չէ։ Այդ բյուջեի փողը, կարելի է այդ փողը ուրիշ տեղ օգտագործած։ Կարելի է։ Բայց ցածր խավի ժողովրդել մի քիչ։ Ինչ ես ասում, բարձրացել, 20 բարձրացել, 30 բարձրացել։ Թող նրանք մի քիչ ստանա։ Մարդիկ կան ցավը տանեմ։ 3-4 միլիոն փող են ստանում։ Խելտա բանակ թոշակություն 60,000։ Դու մի հատ նայեք ժողովրդին։ Սխալ է, ինչն է ճիշտը։ Բայց ես հասակին հետ նստած իրանք միլիոններ են աշխատեն։ Բանվորին ոչ մի բան չի հասնում։ Բանվորը մենակ եշությունն անում, թե չէ մնացած բանվորին ոչ մի բան չկա։ Հիմա արդարություն ոչ մի հատ չկա։ Արդարություն չկա հիմա։ Ով ինչ ուզում է, այն էլ անում է։ Մենք 3 միլիոններ չկանք, մեզ որ ուզեն շատ լավ կպահեն, բայց ցանկություն չկա, բայց իրանք ինչով ապրեն։ Այսքան պրեմիաներ են ստանում, էս են ստանում, ինչի համար։ Պատգամավորները ինչ են արել։ Ղեկավարները, իմ նախարարները ինչ են արել, ինչի՞ պիտի ստանան այսքան։ Անհավասար պայմաններ է էլի ստեղծում մի խոսքով։ Ոնց որ այնքան որ ոնց ասեմ, քանի կար ասма 10,000 դրամը ինչի պիտի օգտագործեք, կարալ եք դու օգտագործեք։ Այդ ոնց է դու այդ միլիարդները կարաս օգտագործես, մենք չենք կարա 10,000 դրամ օգտագործենք։ Հետո այդ կուտվածն էլ մի բան չի, մի մինիմալ զամբյուղի ոնց որ ասում են, պակասա հասնելու համար շատ։ Պատգամավորը շատ սխալ անում, որ ստանում է, շատ սխալ անում, որ բանվորին ավելի շատ պետք է կտա, բանվորով մենք մարդ դառնում։ Բանվորի պետք է տա, քան թե պատգամավորը, որ սեծեթում նստում գալիս է, սխալ է։ Ասեմ իմացի, շատ սխալ է։ Ահա որ ես չեմ պատգամավորը, որտեվ իր համար է դու սես նստում գալի, իր համար սեծեթում նստում գալի։ Ես բան չունեմ ասել, կարող է գլուխ է ջարդում, բայց անտեղի գլուխ էլ է ջարդում։ Ես չգիտեմ, պատգամավորից լավ բան չեմ տենում։ Մեր այս վարչախումբը, մեր հանձինս Նիկոլի գլխավորությամբ, հանձինս չի ճանաչում ոչ սահմանադրություն, ոչ օրենք, ոչ մի բան չի ճանաչում։ Բոլոր ուժային կառույցները ինքը իրանով արել, բոլոր ուժային ինքը դարել է ոչ թե վարչապետ, ոչ թե ղեկավար Հայաստանի, այլ որպես դիկտատոր։ Ես տենց կասեի, որպես դիկտատոր։ Ու իր այդ խումբը սկսած ազգային անվտանգության ծառայությունից գլխավոր դատախազ, արտարադատության դատավորը, բոլորը ենթարկվում են իրար, բայց դուք էլ ձեր ասում եմ, ձեր գլուխը բարձին դնելուց առաջ, այդ տվյալ անձանց, որ ես նշեցի, մտածեք ձեր ապագայի մասին։ Դուք բոլորը վարչապետի նման պետք է պատասխանատվության առաջ կայնեք։ Արժանի են 7 միլիոն դրամ պարգևավճար։ Ոչ, իհարկե ոչ, իրանց ինչ աշխատանքի համար, արած ասֆալտի համար, մի հատ բնակավար ցույց տվեք ինձ, մի հատ որպես շարքային քաղաքացի եմ ես ասում, մի հատ բնակավար ինձ ցույց տվեք, որ իրենք ինչ որ մի բանում հաջողության են հասել։ Ինչ էլ որ կա, որ ինչ որ մի առաջընթաց իբր թե նկարում են, դա նկարված բան է։ Ժողովուրդ ջան, մեզ խաբել են, խաբում են ու պետք է խաբեն, եթե սրանք մնան իշխանության։ Նորից եմ ասում, խելքի եկեք ժողովուրդ ջան, խելքի եկեք հայեր։